Տևական ժամանակ է դատարանը տեղափոխվել Սամվել Կարապետյանը եւ դատարանը այս պահին քննում է նրա կալանքի միջնորդությունը։ Առավոտյան Նիկոլ Փաշինյանը նաեւ, այսպես կարելի ասել, սպառնում էր, թե ինչպես կարող է ԱԱԾ-ի պետը իր հրահանգները չկատարել, արդյոք ակնարկ չէր նաեւ այս դատավորին, որ իր ցանկացած որոշումը կայացնի։ Ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանը հոգեվարքի մեջ է ընկել, ինչպես միշտ։ Դրա փաստն են նրա գրառումները, անկանոն շարժումները եւ այո, սպառնալիքները նաեւ հեծի աշխատողներին, նաեւ մեր հայրենակիցներին, ովքեր որ խոսում են ըստ էության ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցի, ինչպես պարոն Կարապետյանը։ Պարոն Կարապետյանը ձերբակալվեց այն բանից հետո, երբ հանդես եկավ հստակ ուղերձով ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցիուն եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը փաստորեն չի կարելի քրիստոնյա լինել Նիկոլ Փաշինյանի համար։ Նիկոլ Փաշինյանը սաղմոսներով եւ տարբեր ինչ-որ կեղծ քրիստոնեական դավանանքով է հանդես գալիս, բայց դա կեղծ է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի գործերը հակառակի մասին են խոսում եւ կտակարանում գրված է Նիկոլ Փաշինյանների մասին, որ զգուշ եղեք գայլերից գառան մորթիով։ Նիկոլ Փաշինյանը դրա վառ ապացույցն է այսօր եւ մենք տեսնում ենք ինչպիսի ռեպրեսիոն գործողություններ են իրականացվում բարերարների եւ առհասարակ քաղաքականության հետ կապ չունեցող մարդկանց, որոնք ամեն ինչ արել են իրենց կյանքի ընթացքում, որպեսզի ստեղծեն ավելի լավ Հայաստան, ստեղծեն ավելի ամուր սփյուռք եւ այս տրամաբանությունը Նիկոլ Փաշինյանին գաղափարական թշնամի է, այսինքն ինչը որ հայկականն է, ինչը որ հայկականի մասին է, ինչը որ Հայաստան-Արցախ սփյուռք երամիասնության մասին է, դա Նիկոլ Փաշինյանի համար թշնամական մոտեցումներ են, որովհետև նա սովոր է գործել ոչ հայանպաստ քայլերի շրջանակներում եւ այդ ոչ հայանպաստ քայլերը նաեւ բերում են այն բանի, որ պարոն Կարապետյանի նման մարդիկ, ովքեր խոսում են ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցի, այսօր հայտնվում են մեղադրելի կարգավիճակում։ Այսօր տեսնում եք բազմություն մարդկանց, որոնք որևէ կուսակցական պատկանելություն չունեցող մարդիկ են, մենք այստեղ ենք աջակցություն Սամվել Կարապետյանի, սա ինչպես տեսնում եք, հոգևորականներ են այստեղ, այսինքն այն գծերը տարանջատող, որը գծել է Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մեր միասնական ջանքերով պետք է ջնջվի եւ պետք է սոսնձել հասարակությանը միասնական ճակատ ձևավորելու համար։ Այսօր ես եւս մեկ անգամ խոսել եմ, եւս մեկ անգամ ուզում եմ պնդեմ, որ կա սահմանադրական ճանապարհ իմպիչմենտի գործընթացով Նիկոլ Փաշինյանը հեռացնելու, մենք արդեն իսկ նախաձեռնել ենք այդ գործընթացը եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ գործիքակազմը կբերի իր տրամաբանական ավարտին, այն է Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթացի տրամաբանական ավարտին, այսինքն Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Այսօր մենք տեսնում ենք, որ հոգևորականները ժողովրդի կողքին են, իսկ ժողովուրդը եկեղեցու կողքին, այսինքն մենք ենք հայ առաքելական եկեղեցին։ Հայ առաքելական եկեղեցին բոլոր այս մարդիկ են, ովքեր այստեղ կանգնած են, հայ առաքելական եկեղեցին դա այդ քարերը չեն եւ պատերը չեն, դա մենք ենք եւ մենք պետքա մեր սրբազան պարտքը համարենք կանգնել հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին եւ այն մարդիկ, ովքեր որ վերցրել այն գրերը, այն գրականությունը, այն բոլոր ժառանգությունները, որ եկեղեցականները մեզ դարեր շարունակ բերե հասցրել են, հիմա այն հենասյունը, որը պահել է հայկական պետականությունը, խալխլվում է եւ առնվազն երիտասարդությանն եմ ասում առաջի հերթին, որ երիտասարդությունը պետք է այստեղ լինի, որպեսզի ինքը հանդիսանա հենասյուն հայ առաքելական եկեղեցու համար, որպեսզի հանդիսանա առաջամարտիկ այս պայքարի եւ ես վստահ եմ, որ մենք տեսնելու ենք առաջիկայում, որ այդ միասնականությունը նաև երիտասարդների շրջանակում լինելու է։ Պարոն Դանելյան, նշեցիք այո, հասարակական, քաղաքական, հոգևորականներ եկել են աջակցելու։ Միայն Սամվել Կարապետյանը գործարար աշխարհից քաջություն ունեցավ խոսելու Նիկոլ Փաշինյանի սանձազերծած արշավի մասին, բայց մենք ունենք էլի շատ գործարարներ, մեծահարուստներ, որոնք եկեղեցիներ են կառուցել, բարեգործություններ են արել, նրանք ոչ միայն չարձագանքեցին, այլև այսօր նույնիսկ այստեղ չեն Սամվել Կարապետյանի սատարելու համար։ Մենք
այստեղ կարող ենք խոսել միայն հանրապետական կուսակցության մասին, որի անդամ եւ ներկայացուցիչ ենք, գործարարների կամ չներկայացված մարդկանց մասին ես չեմ խոսում, դե ըստ էության, որոնք որ չկան, իրանք չկան, այսինքն որ ներկա չի, ինքը ներկա չի, կապ չունի ինքը ինչի համար ներկա չի, հիվանդ է, թե եղանակը լավը չի, թե չի հասցրել, իրանք այս պահին այստեղ չեն, բայց ես վստահ եմ, որ միասնականությունը ուժ կտա մարդկանց, որպեսզի նրանք այլևս չվախենան եւ այդ չվախենալը կբերի նրան, որ այն մարդիկ, ովքեր որ լռել են, այդ մարդիկ խոսեն, նաեւ ժողովուրդը պետքա տա հնարավորություն, որպեսզի այդ մնացած գործարարները ստիպված լինեն միանան process-ին, որ այսինքն ճամբար պետք է ընտրեն, կամ իրանք Նիկոլին են պահում, կամ իրանք Նիկոլի դեմ են, կամ եկեղեցուն են պահում, կամ եկեղեցին քանդողների հետ են։ Սամվել Կարապետյանը ընտրել է եկեղեցին պահելու ճամբարը եւ եկեղեցուն պահելու առաջամարտիկ է դարել, մնացած գործարարները պետք է իրանք որոշումը կայացնեն եւ հստակ ուղերձով հանդես գան, իրանք որ ճակատում են աշխատում, որ ճակատում են իրանք գործունեությունը ծավալում, այսինքն իրանք եկեղեցու կողքին են, թե եկեղեցին քանդողների գործողությունների նկատմամբ լռություն են պահպանելու եւ այդ լռության ուխտը, որ 2018 թվականից հետո այդ գործարարները ընդունել են, լինելու է իրանք վերջի ուխտը կյանքի, որովհետեւ իրանք այլևս չեն կարող շարունակել իրենց գործունեությունը տարբեր իշխանություններին ծառայելու համար, հա, մեր իշխանությանն են ծառայել, Նիկոլի իշխանությանն են ծառայում, Պողոսի իշխանությանն են ծառայելու, մենք արձանագրել ենք, գրանցել ենք մեր հիշողության մեջ եւ ոչ միայն հիշողության, այն բոլոր զանցանքները, որ իրականացվել են Նիկոլ Փաշինյանի հետ ձեր-ձեռի, Արցախի հանձնելը, 5000 տաղու սպանելը եւ այլն, ովքեր որ լռել են եւ հանցակից են դարել Նիկոլ Փաշինյանը, պետք է քաղաքական գնահատական ստանան դրա համար եւ այո, ես վստահեցնում եմ, որ մենք այս միասնականությունը կարողանալու ենք ձևավորենք, ինչպես տեսնում եք, այսօրվա մարդկանց հանրության քանակը նաեւ խոսում է այն բանի մասին, որ մենք կարողանալու ենք այդ միասնականությունը ձևավորենք Հայաստանում Եվ պարոն Կարապետյանը նորից եմ ասում, այն առաջամարտիկն է այսօր, ով վերցրել է իր վրա ծանրաբեռնվածությունը, բեռը պայքարել եկեղեցու համար, իմանալով թե ինչ է նրան սպասվում։